Երկխոսության մեդիա կենտրոնը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին։ Մեր հյուրը ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Պարսեղյանն է։ Բարև ձեզ, պարոն Պարսեղյան։ Պարոն Պարսեղյան, ժամը 14-ի դրությամբ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների ընտրական իրավունք ունեցող 2.505.102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847.226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84%-ը։ Սա մասնակցությունը ինչպիսին է ձեր գնահատականը։ Նախորդ 3 ընտրությունների 17, 20, 18 եւ 21 թվերի ընտրությունների հետ համեմատ բարձր է, բայց այդ համեմատությունը պիտի մեկնաբանվի 18 թվականի ընտրությունը եղել է դեկտեմբերի սկզբին եւ առավոտ մինչև կեսօր ավելի քիչ է եղել մասնակցությունը, մարդիկ ծմերը տնից ուշ դուրս գանք, բայց կարելի է հեշտությամբ համեմատել կոնե նախորդ ընտրությունների հետ, նայել էր հունիսին, հունիսի 20, հունիսի 7 եղանակները համանման են, համեմատած 21 թվականի ընտրությունների առաջին 6 ժամերի արդյունքների հետ 26 քանի տոկոս, հիմա 33 քանիս, բազայինի վրա ավելացել է մոտ 22%-ով մասնակցությունը, այսինքն եթե համեմատենք անցած ընտրությունների ընդհանուր մասնակցության 49 ու 35%-ը, 50%-ի վրա ավելացնենք 22% իրենից, կլինի 60-61%, եթե պահպանվի այս նույն տեմպը։ Եթե միայն այս ընտրության առաջին 6 ժամերի հաշվարկով գումարենք երկրորդ 6 ժամերը 33.8 անգամ 2 կլինի մոտավորապես 65%, ինչը շատ բարձր ցուցանիշ է համեմատած նախորդ բոլոր ընտրությունների հետ 45-ի կարգի թիվ էր 18 թվականին, 49 քանիս 21 թվականին եւ հիմա իմ ենթադրությունը այս տեմպով մոտ 58% է եւ այս ժամի այսպիսի բարձր մասնակցությունը նախորդի եւ նախորդների հետ համեմատ ինձ հուշում է, որ հանրությունը մի կողմից շատ շահագրգիռ է մասնակցել, քան թե նախկինում եւ գուցե ինչ որ չափով, չգիտեմ ինչ չափով խթանված է մասնակցել, արհեստական խթանիչների մասին է խոսքը։ Հա, դա կաշառքն է եւ ուրիշ ուրեմն հավեսով բաներ չագեշտավոր էլի։ Ընտրական туриզմը ինչպես դուք նշել եք, սա ընտրական туриզմի հոտել կա, բայց չափը չգիտենք։ Չափը կլինի այն ժամանակ, երբ հասկանանք, թե ինչքան մարդ է եկել անցած տարվա, նախանցած տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, անցած տարվա համեմատ փոքրիկ աճ կար, բայց դա մինչև ամսի 4-ի տվյալների վերլուծությամբ դա դեռ վերջնական պատկերը չի ներկայացնում մեզ։ Ահա սա է, իսկ 60% մասնակցության դեպքում կնշանակի 2.5 միլիոնից 1.5 միլիոնը մասնակցության չափը կլինի, 1% կլինի 15,000 հոգի, 4% շեմը կլինի 60,000 մոտավորապես։ Այսինքն շեմը հաղթահարելու համար շատ մոտավոր եմ ասում, 60-61-62,000 քվեն կլինի անհրաժեշտ։ Անցած անգամ այդ թիվը ավելի փոքր էր, 1,250,000 էր մասնակցել եւ շեմը անցած անգամ 5% էր, 5-1 12.5 ստացվում էր էլի 61,000 մոտավորապես, բայց այս անգամ շեմը իջել է 4%, բայց մասնակցության թիվը աճում է միլիոն, սա թվեր սիրող մարդկանց համար է իհարկե, մեր քաղաքացիներին կարող է այնքան չհետաքրքրել։ Ընտրախախտումների ծավալը ինչպիսին է նախորդ ընտրությունների հետ համեմատ, քննչական կոմիտեն բարբերաբար հրապարակում է ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներ, կան ձերբակալվածներ։ Հա, շատ կարևոր է, որ հանրությունը զանազանի ընտրախախտում կազմակերպած հանցագործությունից։ Այն որ քվեախուցը 31-33-ում աշխատանքային ռեզերվներ Կոգոլի փողոց լավ չի դրած ու կողքից երևում է էլի մարդը ինչպես է քվեարկում, նկարահանված ունենք նույնիսկ, չենք հրապարակել, չենք ուզում այդ քվեարկող մարդկանց վնաս տալ, մարդը չի իմացել, որ իր քվեաթերթիկը երևում է, կողքից նայող տեսնում է թե ինչ է տնում ծրարի մեջ։ Երբ գնացինք հանձնաժողովի նախագահին, բացադրում եմ, ձև չկա փոխելու բան, բացադրում եմ, ձև չկա, ասի դե լավ։ Ընտրատարածքայինի 31-ի նախագահին բացադրում է իրավաբանը, այն էլ է դժվարություն ունենում սա հասկանալ, 15 րոպե հետո մեկ էլ դասավորում են այդ քվեախցերը այնպես, որ ինչպես առաջարկել էինք իրենց կես ժամ առաջ ու դիմադրում էին իրենց։ Սրանք կազմակերպված հանցագործություններ չեն։ Բանը օկնողը չի գրանցվել Մատյանում, դո եսի մոռացել են այն կադրոնների վրա դրոշմակնիկը խփել գցել են տուփը, հետո հանել նորից տուփը, ոչ թե քվեատուփ, այլ փոքրիկ տուփի մեջ։
հետո հանել են նորից դրանք խախտումներ են ամենուր լինում են, պետք է լինեն անհասանելիությունը, սա կոպիտ խախտում է, եթե հենաշարժական խնդիրներ ունի ընտրողը եւ չի կարող, օգնող չկա, որպեսզի հասնի տեղամաս կամ սրահ։ Իսկ կազմակերպված հանցագործությունների հետ կապված մի ամիս շարունակ լսում ենք մենք այդ գաղտնալսումները, ես հավատում եմ դրանց, մարդկա ասում է, չէ, դրել են դերասաններ են հրավիրել, բեմադրել են, ցայնագրել են, որ մեղադրեն, կեղծ մեղադրանք սարքեն։ Հա, եւ ձերբակալությունները, եւ կաշառքի դեպքերը, ցուցակները Իրկուտսկից գալիս են մարդիկ, որոնք պետք է քվեարկեն, բան, սրանք ամենածանր հանցագործությունների շարքին տասվող հանցագործություններ են, երբ ինչ-որ մեկի հացը կամ խանութը չես կողանում, էլի, սա կողանում ես ոչ միայն քո ընտանիքի տապագան, խուրդում ես, էլի, ժողովրդական խոսքով ասած, այլև Հայաստանի Հանրապետության մյուս բոլորի ճակատագրի հետ ես խաղում, ինչպես խաղացել են 2 տասնամյակից ավելի։ Հա, սա խստորեն պետք է պատժվի, եւ կարեւոր է որ քննությունը չտևի մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, այսինքն եթե այդքան է տևում մինչեւ այդ վաղեմության ժամկետով ինչպես շատերը պլստացին, այնպես էլ այս տեսակ հանցագործությունների մեղավորները կպլստան։ Հայաստանի արդարադատության համակարգը իզորու է արդարադատություն իրականացնել, առայժմ ոչ, ես շատ ավելի կասկածամիտ եմ, որ չլելու են գցելու են մինչեւ եսիմուր, ճիշտ է արդարադատության նախարարությունը օրենքով ուզում է որոշել, որ գործերը պետք է քննվեն 1 տարում, առանձնապես ծանր դեպքերում առավելագույնը 3 տարում, նման բաներ չկան, լավ բան է, լավ իդեա է։ Կաշխատի թե ոչ շատ եմ կասկածում, որովհետև Հայաստանում իշխանությունը դատական համակարգի բարեփոխում ըստ էության չի արել։ Ընդամենը մի հատ ՊԴԽ է հորինել, որը քննում է դատավորների դեմ փողոքները։ Այն վեթինգը, որը խոստացվեց, չարվեց, անցումային արդարադատությունից ընդամենը ապօրինի գույքի մասնակի վերադարձ է արվել։ Մնացած բոլոր բաղադրիչները անտեսվել են, ու մենք ամեն ընտրությունների ժամանակ լսում ենք ջիգարով խոստումներ, թե այո լինելու է ու այն հասարակ հարցին, թե SSS մարդիկ, շատ կոնկրետ մարդիկ, ինչու են ազատության մեջ, կամ ավելի մեղմ ասենք, ինչու են այդ մարդիկ տեխնացու լինելու իրավունքից օգտվում, ինչու պիտի զրկված չլինեին օրենքով։ Մենք լսում ենք իշխանություններից հազար ու մի արդարացում, COVID, то չգիտեմ պատերազմ, իբր արդարադատության նախարարն ու այն պետաիրավական հարցերի հանձնաժողովը ռազմի դաշտում էր, էլի չէր կարող այդ բարեփոխումները մշակել եւ անցած 8 տարում իրականացնել։ Նորից լսում ենք համանման խոստումներ, ու ասում է Նիչեն է երևի ասում է սարսափելի չէ որ դու ինձ խաբեցիր, սարսափելին է որ ես քեզ այլևս չեմ հավատում։ Այս տեսակ բաներ կա երկու անգամ շատ-շատերը քաշվել են մեղմ ասած կներեք ձևակերպման համար։ Կանենք, ձև չկա, մեկ էլ գալիս է որ պիտի մարդիկ սպասեն։ Այդ հասարակ հարցերը ամենահասարակ ժողովուրդը տալիս է իշխանությանը, թե ինչներ դեր պակաս, որ այնպես անեիք, որ հանցագործը ընտրությանը մասնակցելու հնարավորություն չունենար։ Իմ եւ ընկերներիս պահանջը շատ արմատական է, հնչելու հնչում, օր չկա, որ այդ մասին խոսացած չլինենք, էլի։ Քննչական կոմիտեի հրապարակումներին անդրադառնանք, հնարավոր էր նախապես կանխել, որպեսզի այդ հանցագործությունները տեղի չունենային, նախապես թե սա ձեռնտու էր, հա, որպեսզի հիմա բացահայտվեին եւ հիմա հրապարակվեին։ Ես ամիսներ առաջ, մի կես տարի առաջ եմ ասել, որ դոլարի, ռուբլու, եվրոյի կետեր են հոսելու Հայաստանի փողոցներով, որովհետեւ նկատել եմ են միտոմը, որ շատ տգետներ որոշել են, թե այս տեսակ հարցերը, ինչպես որոշ երկրներում, ինչպես նախկինում կարելի է փողով լուծել։ Եվ պիտի ձեռնամուխ լինեին այս մեթոդներին։ Քրեական պատասխանատվության մասին, նման գործիքների կիրառման, քրեական պատասխանատվության խստացումը, օրինակ, օժանդակելը հանրահավաքին մասնակցելու համար, կամ սպառնալիքը չմասնակցելու, սպառնալիք մասնակցելու, ել չեմ ասում ուղիղ կաշառք միջնորդել, վերցնել, տալ, այս ամբողջի քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացվել է եւ լայն հասարակությունը իմացել է, ոմանք կարող են ասել, ամերտ ես խաբար չի էլի, որ երկու քյաբաբ եմ կերել ու ասել եմ, որ հանրահավաքին գալու համար հաց ու ջուր պիտի տակ մեզ։ Դա քրեորեն հետապնդելի արարք է, այս նոր չի խոսվում։ Չի կարող որևէ երկրի իրավապահ համակարգ երկրի 3 միլիոն մարդուն
քրեական օրենսգրքի փոփոխությունները ղրգել, ասել նայ, մանավանդ Ռուսաստանում ապրողներին, ասել նայեք, որ նման հետևանքներ կարող է ունենան, եթե դուք որոշեք փողի զորով արդյունքներ կեղծել, փոխել եւ այլն եւ այլն։ Իսկ հավաքված տեղեկությունների հրապարակման տեմպի հետ կապված, այո, կարելի է կասկածներ ունենալ, որ դրանք սկսեցին հրապարակվել 1 ամիս առաջ եւ հետո ահագնացան օրական 2, 3, 4, ես մի 10 այդքաներ պահած ունեն ըստ երևույթին, որոնք կարող են օգտագործվել հնարավոր դատական process-ում այս կամ այն քաղաքական ուժի մանդատները չեղարկելու հնարավոր հայցերով, էլի։ Հա, այս համատեքստում, գիտեք, այն առաջին գաղտնալսումներից հետո, որոնք արվել էին մայիսի, ապրիլի վերջին, երևի թե փոխբաժանողները պետք է ֆայմ ունենային, քտի ծագ ունենային, այլևս չշարունակեին։ Պարզապես այդտեղ մտածել են տալիս, թե այնքան են իրականությունից կտրված, կամ մտածել են, որ իրավապահ համակարգը յուրային է այնուամենայնիվ, որտեղ դեռ լիքը հանցագործներ են մնացել եւ ոստիկանությունում, եւ քննչականում, եւ դատախազությունում, եւ հաստատ բան կանեն, էլի սաբոտաժ կանեն, իրենց գործը չեն անի, գուցեև մնացել են, գուցեև մնացած չլինեին, բարեխիղճ աշխատողներ լինեին, մենք ունենայինք տասնապատիկ փաստերի հավաք։ Հա, ԱԱՑ-ն չի մաքրվել, եղածով այսքանը անում են, եթե մաքրված լիներ ինչեր կանեին, կարող ենք ենթադրել, էլի, բայց որ իշխանությունը ասել է լավ դե արեք բռնեմ ձեր անիծեմ բան, հազիվ թե էլի, լուրջ չեմ ընդունում այդ դավադրապաշտական մոտեցումները։ Շնորհակալություն, պարոն Պարսեղյան, հիշեցնեմ, որ մեր հյուրը ժուրնալիստների ասպարեզակումբի խորհրդի նախագահ Լևոն Պարսեղյանն էր։